ուրախ եմ ձեզ ընդունել մեր Հայաստան-Արցախ երիտասարդական համահայկական կազմակերպության գրասենյակում։ Ուրախ եմ, որ ունենք նմանատիպ հնարավորություն հանդիպելու եւ մեր երկու կառույցների գործունեությունը միավորելու, համախմբվելու եւ առաջիկա ժամանակահատվածում ի նպաստ մեր երկրի իրականացնել համատեղ այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն հայ ժողովրդի համախմբմանը եւ որ ամենակարևորն է Արցախի մեր հայությունը իրենց կզգան կարևորված եւ ուշադրության կենտրոնում։ Հայաստանի Հանրապետության սահմանները անառիկ պահելու եւ ներքին թշնամանքը վերացնելու համար շատ կարեւոր է համախմբվածությունը, որովհետեւ ունենք այսօր էական բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելի են դառնալու բացառապես համախմբվածության եւ միասնականության արդյունքում։ Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ ընդունեցիք ձեր գրասենյակում, իրականում հենց մտնում ես գրասենյակ, միանգամից Արցախի ոգին զգում ես եւ ասեմ մի հետաքրքիր դրվագ, այն պատկերը, որը նկարված է տատիկ ու պապիկը, հա, պատին ինքը արդեն իսկ դարձել է, այո, Երևան, երբ որ գալիս են մարդիկ, դե օդանավակայանի ճանապարհին է։ Ինքը դարձել է արդեն այցեքարտ, միգուցե դուք տեղյակ չեք, բայց մարդիկ կանգնում են եւ նայում են եւ ինձ առանձնահատուկ նույնիսկ հարցեր են, իսկ դա ինչ է։ Ինչ վերաբերում է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության գործունեությանը եւ ինչ վերաբերում է մեր համատեղ գործունեությանը, ապա այո, որքանով դուք եք հետևել մեր գործունեությանը, նույն կերպ մենք ենք շատ խորը ուսումնասիրել եւ եկել ենք այն եզրակացության, որ մեր բոլորիս կարևորագույն խնդիրները, մեր բոլորիս ընդհանուր տեսլականը, ասեմ ավելին, մեր բոլորիս նույնաբովանդակ արժեքային համակարգը ինքը ուղղակի վերում է մի իրավիճակի, որ մենք միասին իրականացնենք, փորձենք իրականացնել եւ իրականացնենք վստահաբար կստացվի այն նախագծերը եւ այն մտահղացումները, որոնք թույլ կտան լուծել 3 շատ կարեւոր հարց։ Համազգային համերաշխություն, հայկական էթնոքաղաքական միավորի, այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության։ Գիտեք, չեմ ուզում տարանջատեմ, բայց այնուամենայնիվ կարևորագույն խնդիրների լուծման, հա, հենց այս պարագայում կարևորագույն խնդիրների լուծման ճանապարհին ճիշտ պրոյեկտներ իրականացնել եւ իհարկե Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնության ամրապնդմանը։ Ինչպես մեր կարգախոսն է ասում, կամուրջը կամուրջներ է կառուցում, առաջիններից է այն կամուրջը, որը մենք կառուցում ենք երիտասարդների թիմի հետ, որովհետև ավելի քան վստահ եմ, որ սա շատ արդյունավետ է լինելու եւ մոտ ապագայում մենք այս աշխատանքի պտուղները արդեն տեսնելու ենք եւ խաղալու ենք։ Կամուրջ հասարակական նախաձեռնության շրջանակներում մենք իրականացնելու ենք մի շարք երիտասարդական ծրագրեր եւ ես շատ ուրախ եմ, որ իմ արցախցի գործընկերները, մեր արցախցի երիտասարդները մի մասն են կազմելու այդ մեր լավ ծրագրերի։ Դե ինչ։ Շնորհավորում եմ։ Առաջին ակցիայի մասին խնդրեմ։ Մենք արդեն իսկ նախնական մեր քննարկումների արդյունքում որոշել ենք, որ քանի որ մոտենում է հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը եւ հենց մենք Հայաստան-Արցախ երիտասարդական միության շրջանակներում
իհարկե ուշադրության կենտրոնում ենք պահել եւ արդեն իսկ կազմակերպել ենք մրցույթ, որին մասնակցել են հարյուրավոր երիտասարդներ եւ մայիսի 3-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը եւ կարեւորելով հենց մեր բոլոր հաղթանակները, որին մասնակից են եղել նաեւ Արցախի մեր հայրենակիցներ, ունեցել ենք Հայաստանից, Արցախից նաեւ մարշալներ, հերոսներ, այդ իսկ պատճառով մենք երկու կառույցների միջև որպես առաջին համագործակցություն եւ համատեղ ծրագիր որոշում ունենք մասնակցություն ունենալ մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին կազմակերպող միջոցառմանը Քայլերթին։ Այո, կամուրջը, առաջին կամուրջը այսօր կառուցվեց, առաջին կամուրջը միավորեց մեզ, առաջին կամուրջը ապացուցեց, որ այո, միայն միասնականության, տրամաբանության ներքո մենք կարող ենք հասնել մեր ազգային բոլոր նպատակներին եւ իղձերին։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության հիմնադիրներին, հանձինս ձեզ, Լիանը, ձեզ, հարգելի երիտասարդներ, եւ կրկնեմ եւս մեկ անգամ, վերադառնալու ենք եւ վերադարձնելու ենք։